Այսօր Free-News-ի եթերում լուրերից դուրս կզրուցենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան։ Տեսեք, անցած անգամ, եթե դուք կհիշեք, մենք խոսեցինք նաև հիբրիդային պատերազմների մասին, բայց հպանցիկ։ Այսօր հիբրիդային պատերազմը եկել հասել է մեր հարևան երկիր, որտեղ այնտեղ թե իրական պատերազմ է, թե նաև շատ ակտիվորեն հիբրիդային պատերազմ։ Ըստ ձեզ, որքանով է դա մեր համար վտանգավոր եւ ինչ պետք է անենք մենք եւ ինչին պետք է ուշադրություն դարձնենք։ Այսօր հիբրիդային պատերազմները մեծ հաշվով մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար եւ պակաս վտանգավոր չեն, քան հողի վրա իրական պատերազմները եւ արդեն որերորդ օրն է, ինչ սկսել է Իրանա-իսրայելական այս ուրեմն հակամարտության ակտիվացումը, այդ պատերազմների հիբրիդային պատերազմի ալիքները նաեւ Հայաստանի կողմ են ուղղվում։ Զորօրինակ ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի ներգրավվածության մասին հրապարակումներ է անում, որոշակի արտասահմանյան լրագրողներ նման ռեպորտաժներ են նկարում, հետո իհարկե մեր արտաքին գործերի նախարարության, մեր գործընկերների գրագետ աշխատանքի շնորհիվ դա նաև հերքվեց, սակայն ցույց է տալիս փորձը, որ fake news-ը դիտած մարդկանց ընդամենը մոտ 20%-ն է, որ հերքումը տեսնում է։ Այսինքն սա իրականում լուրջ մարտահրավեր է, բայց ուզում եմ ասել, որ մենք բացի դրսից այդ հիբրիդային պատերազմի հարվածներից, նաև ներսից էլ ունենք հիբրիդային պատերազմի ակտիվ դրսևորումներ, ինչպես օրինակ դուք տեսած կլինեք, որ բազմաթիվ հրապարակումներ է արվում, իբր այս իշխանությունը կոռումպացված է, իբր վարչապետը օրինակ Ֆրանսիայում այսինչ շքեղ առանձնատունն է գնել, իբր վարչապետի ընտանիքին сайн նվիրել են արել եւ սրա պատճառը ընդամենը նա է, որ արդեն իսկ փաստաթղթավորված է, որ նախկին իշխանությունները օրինակ թալանչի են եղել, որովհետև արդեն կան դատական ուժի մեջ մտած որոշումներ դատարանի, արդեն կան պետության հետ հաշտություններ կնքված եւ ապացուցված է, որ գողացվել է պետությունից, համայնքից, սեփականություն, գումար եւ այլն։ Եվ նախկին իշխանությունները, որոնք այժմ ընդդիմություն են, եւ քանի որ հիմա նաեւ ակտիվացել է նախընտրական շրջանը, պետք է ոչ թե ասում են մենք մեղավոր չենք, մենք գող չենք, այլ ասում են այս իշխանությունն էլ է կոռումպացված, այս իշխանությունն էլ է գող եւ փորձում են այդ ալիքը նաեւ Հայաստանի իշխանությունների ուղղությամբ նետել։ Իհարկե դրանք հետևողականորեն հերքվում են, ապացուցված հերքվում են, որտեղ վերլուծություններ կան նույն վարչապետի Ֆրանսիայում, օրինակ առանձնատան հետ կապված լուրը հերքվեց, ապացուցվեց, որ այդ կայքը բացվել է Ֆրանսիայում իդեպ, բացվել է fake news-ը հրապարակելուց 3-4 օր առաջ եւ այդ լուրով վերջանում է այդ կայքի օրինակ գործունեությունը եւ այլն, բայց սա թողում է տպավորություն հասարակության մոտ եւ սա շատ վատ է, որովհետև պատճառն ինչպես ասացի, fake news-ը դիտողների ընդամենը 20-25%-ն է արդեն հերքումին ծանոթանում։ Եվ սա իրականում մարտահրավեր է, որի դեմ պայքարը միայն մեծագրագիտության ուրեմն մակարդակի բարձրացումն է։ Կրթել հասարակությանը, որ հասարակությունը լուրը տեսնելուց արդեն իսկ թերավատորեն մոտենա դրան եւ փորձի այդ դիտանկյունից նայել եւ գտնել այդ տարբերակիչներ ունենալ fake news-երը հիմնականում ինքնուրույն փորձի հասկանա քաղաքացին իր լսածը fake է թե իրական։ Չեք կարծում, որ այդ առումով նաև իշխանությունն է մեղավոր։ Ինչ առումով։ Տեսեք, շատ ավելի ինտերակտիվ լինելու խնդիր կա թերևս։ Ասենք արվում է այս բանը, արվում է այն բանը, այդ ամեն ինչը ներկայացնում է, դե արվել է։ Իսկ միգուցե պետք է ավելի ուրիշ ձևով ներկայացնել։ Առողջ պոպուլիզմ նկատի ունեմ, այսպես եթե կարելի է ասել։ Գիտեք, արած գործերի քանակը այնքան շատ է, երբեմն որ ինքս ուզում եմ օրինակ հասարակությանը տեղեկացնեմ որևէ լավ բանի մասին, դրանք այդ առաջնահերթ լավ գործերը այնքան շատ են, որ դու ուղղակի
չես կարող անընդհատ ինչ որ թեմաներով օրական այդպես պոպուլիզմով անընդհատ զբաղվել, հերթ չի մնա գործանելուն հաջորդ թիվ դա ներկայացնելու համար։ Եթե կա նաև ներքին հիբրիդային պատերազմը, չէ, որտեղ նույնպես կա պոպուլիզմ, ուրեմն այս պարագայում պետք է հակադրել անգամ վարչապետը, չէ, իր էջում հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո ներկայացնում է պետությանը վերադարձված հենց այդ գողոնը նախկին իշխանությունների կողմից եւ ես դրանից ավել ինտերակտիվ չեմ պատկերացնում ինչպես կարելի է լինել։ Մենք անընդհատ խոսում ենք դրա մասին, օրինակ գլխավոր դատախազը հնարավորություն ունեցավ վերջերս ներկայացնելու իր զեկույցում, թե նախորդ տարի որքան գույք եւ գումարային պահանջ է եղել, որքանն է վերադարձվել, այժմ ինչքանի պահանջ կա դատարաններում, տարբեր ուրեմն լուրերի շրջանակում կարող եք տեսնել, ասենք, չգիտեմ, Դիլիջանում այսինչ մանկապարտեզի մասնավորացած շենքը վերադարձվեց ուրեմն համայնքին, որը նախկին իշխանության օրինակ Վարդան Օսկանյանի կնոջն էին նվիրվել եւ օտարվել էր։ Նման լուրեր մենք ամեն օր մեր քաղաքացին կարող է տեսնել։ Բայց այլ բան է, երբ որ այլ, այսպես ասեմ, տարածում է գտնում այն օրինակ fake լուրը, որ վարչապետը գերշքեղ առանձնատուն է գնել ինչ-որ երկրում, սա մարտահրավեր է, ինչպես ասացի, ամբողջ աշխարհի համար եւ հերքելով միայն դու չես կարող 100% արդյունք ապահովել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք այդ fake լուրը տեսել են, իրենք հասկանան, որ դա fake լուր է եղել։ Եվ հետո արդեն խոսակցությունների մակարդակում դու զգում ես, որ այդ հերքումը ամբողջությամբ տեղ չի ասել եւ նորմալ է, որ տեղ չի ասել, որովհետեւ հստակ ստատիստիկա կա։ Այլ բան է, որ պետք է այդ մեդիագրագիտությունը շատ արմատավոր եւ խորը մտնի դպրոցներից սկսած մեր հասարակության կյանք, որովհետեւ այսօր տնտեսական հանցագործություններն են այդ մեդիագրագիտության պակասի պատճառով շատ տեղի ունենում, հա, deepfake-երը մասին գիտեք, այդ նորարարությունները, արհեստական ինտելեկտի զարգացումը, հա, եւ այս թվային աշխարհում կարեւոր է միայն այդ ուղղությամբ գնալը, ինչը էլի չի ապահովելու 100% արդյունք։ Ես առաջարկում եմ կրկին վերադառնանք Իրան, հետո նորից շարունակենք նույն արհեստական ինտելեկտի, արհեստական բանականության թեման։ Եթե այդուհանդերձ, տեսեք, Իրանում կառավարման ձևի փոփոխություն լինի, որը չի բացառվում, այս պարագայում մենք պատրաստ ենք դրան։ Այնտեղ մի քանի մարտահրավերներ կան։ Շատ լավ։ Մենք ոչ մի մեր գործընկեր պետության, առավել ևս հարևան պետության ներքին գործերին չենք խառնվում եւ չունենք, այսպես ասած, ցանկություններ նրանց ներքին կազմակերպման, հա, քաղաքական կյանքի կազմակերպման որոշումների մեջ։ Մենք կարևորում ենք մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունները, գիտեք, որ նաեւ մյուս երկու ուղղություններով, որտեղ ունենք փակ սահմաններ, Թուրքիան եւ Ադրբեջանը, այս երկրների հետ եւս մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղաղ եւ համագործակցային շարունակենք ապրել այս տարածաշրջանում, որովհետեւ մենք չենք ընտրում մեր տարածաշրջանը, մենք այս տարածաշրջանում մենք ունենք այս հարևանները եւ պարտավորված ենք մնալ այս տարածաշրջանում եւ գոյատևել, խաղաղ գոյակցել մեր հարևանների հետ։ Ինչ վերաբերում է Իրանին, Իրանը շատ կարեւոր երկիր է մեզ համար, մենք ունենք շատ բարեկամական, պատմականորեն լավ հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մեր հարևան երկրներում, մեր տարածաշրջանում, մեր մեծ տարածաշրջանում լինի խաղաղ, որովհետեւ այդ պատերազմական գործողությունները, ագրեսիաները չեն կարող անդրադարձ չունենալ մեր երկրի վրա եւս։ Նիդերլանդներում էիք։ Այո։ Ուղղակի մի երկու խոսքով ինչ տպավորություն կար եւ նաեւ ինչ տպավորություններ ունեն Նիդերլանդի մեր գործընկերները Հայաստանի այսօրվա իրականությունից։ Այո, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների այցներ, Նիդերլանդներ, մեր գործընկերները ամենակարևորը դա մեր խաղաղության օրակարգին աջակցություն հայտնելն էր եւ ասելն էր ինչ կարող ենք մենք անել, ինչով աջակցել։ Իհարկե նաեւ շատ բարձր էին գնահատում եւ աջակցություն էին հայտնում Հայաստանի Եվրամիության ավելի մոտ լինելու այս ճանապարհին եւ իհարկե շատ սա կարեւոր հնարավորություն
կարևորություն է թե միջազգային գործընկերների հետ շփումների համար, թե մեր կարևոր թեզերը տեղ հասցնելու համար, իսկ մեր ամենակարևոր նպատակը, ինչպես գիտեք, մեր տարածաշրջանում խաղաղ ապրելն է, որի համար շատ կարևոր է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ի վերջո ունենալը, վավերացնելը եւ իհարկե գետնի վրա խաղաղություն ունենալը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերությունները, բաց սահմանները, դիվանագիտական հարաբերությունները։ Հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպումները կնպաստեն դրան։ Չէ՞ որ միանշանակ այդպես չենք կարող ասել, որ Թուրքիայի մեկը մյուսի հետ կապ չունի, գիտենք եւ Ադրբեջանի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ այդ մեծ հաշվով որոշակի շփումներ թուրք պաշտոնյաների հետ լինում են միջազգային հարթակներում եւ այդ մենք այդ տողատակը Թուրքիայի պաշտոնյաների հետ շփումներում զգում ենք եւ մեծապես նպաստելու է մի երկրի հետ հարաբերությունների կարգավորումը մյուս երկրի հետ ավելի արագ հարաբերությունների կարգավորմանը, սա միանշանակ է։ Շատ լավ, մեզ մոտ այժմ կարճատև դադար է եւ կշարունակենք։ Կարճատև դադար։ Շարունակենք եւ վերադառնանք մեր այսպես ասած խնդիրներին, երկու խնդիր, հա, երկու թեմա կա, մեկը Բագրատ Գալստանյանի ակտիվացումը, մյուսը այսպես կոչված իմպիչմենտի փորձեր, գործընթաց, նաեւ թեկնածություն։ Ձեր գնահատականները։ Ես մի կարճ տեսանյութ եմ ինձ մոտ նաև պահել, հարմար առիթի միգուցե հրապարակեմ։ Վերջերս Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը եւ իր թիմը չունի հավակնություն իշխանություն ունենալու, դա ընդամենը օրեր առաջ է արել այդ հայտարարությունը, եւ սա լավագույն պատասխանն է, թե ինչու են նրանք առաջարկել Մասիս համայնքի համայնքապետի թեկնածությունը, որտեղ նրանք հավակնություն չունեն իշխանություն ունենալու։ Դա ձևական բան է, որը տենց բան ծիճկա դնելու համար ընդամենը այդ մարդու ինչ որ անուն ունենալու համար անդիմադիր աշխատանքի փորձ, հա։ Իմիտացիա, այո։ Մեկ բառով ասած իմիտացիա է դա եւ միգուցե նաեւ ստիպված, որովհետեւ դուք տեսնում եք նաեւ այս բեմականացումը Քոչարյան եւ Սարգսյան իբր խնդիրներ ունենալու հասարակությանը փորձում են ցույց տալ, որ իրենք գաղափարական թշնամիներ են, սակայն մեկ առիթով եւս ասել եմ, որ հնարավոր չէ հանցակիցները դառնան թշնամիներ, նրանք հարմար պահի էլի համագործակցելու են, ինչպես փորձում են անել օրինակ մյուս տարի համապետական ընտրություններին, նրանք հիմա ցույց կտան, որ իբր իրենք թշնամիներ են, քաղաքացիներին, որը օրինակ չի տեսնում, իր ձայնը չի ուզում տալ ներկա իշխանությանը, ընդդիմության մեջ է փորձում գտնել այն ուժին, որը կարող է վստահել, օրինակ չի սիրում Քոչարյանին, որպեսզի ընտրի գոնե Սերժ Սարգսյանին։ Եվ դրանով ձայնը տալով կապ չունի, որ Սերժ Սարգսյանին է սիրում, Քոչարյանին չի սիրում, հա, օրինակ։ Բողոքական հատվածի ձայները։ Մեկ այն ձայնը տալիս է Քոչարյանին կամ հակառակը, հա, որ ասում է լավ, ձայնը ստամ Քոչարյանին, Սերժին մերժել եմ, ես չեմ ուզում Սերժի վերադարձ եւ այլն, եւ միևնույնն է իր ձայնը գնալու է Սերժին, կապ չունի, որ ինքը Քոչարյանին էր ձայն տվել։ Այս ամբողջ սցենարը, այդ բեմականացված իրենց այսպես իբր խնդիրներ ունենալը, սա բերել է նրան, որպեսզի որոշակի թեկնածու առաջարկեն եւ դրա համար Մասիսի քաղաքապետին են առաջարկել, որը, այսպես ասեմ, ես եթե լրագրողներ կան, որ երբեմն հարցնում են արդյոք ձեզ Սերժ Սարգսյանը չի աջակցում, որովհետև ինքը sense բան է անում, դրանով աջակցում են ներկա իշխանությունին, ես հերթական անգամ մենակ չեմ կարողանալու, ոնց ապացուցեմ, որ Սերժ Սարգսյանը մեզ չի աջակցում։ Նման տեխնացու առաջարկելը, չէ, առաջադրելը, սա ուղիղ աջակցություն է իշխանությանը։ Բերել մի մարդու տեխնացություն առաջարկել, որը հայտնի է իր անուն ազգանունը որ փնտրեք, կբերի իր հայտնի տեսանյութերը 2018 թվականի Թավշյա հեղափոխության ժամանակ օրինակ ուսանողների վրա ящикներ քշելը, կբերի ծեծկրտուկ կազմակերպելը, Մասիսից թույլ չտալը քաղաքացիներին, որպեսզի գան օրինակ հանրահավաքներին 18 թվականի։ Հասկանում եք, նման մարդու բերել եւ տեխնացու առաջարկել, սա ուղիղ աջակցություն է ներկա իշխանություններին։ Ես սա կարող եմ ասել։
Իսկ Բագրատ Գալստյանի, այո։ Բագրատ Գալստանյանը երբևէ пассив չի եղել։ Ինքը ինչ ակտիվացել է կամ իրեն ինչ ակտիվացրել են, կարելի է ուղիղ այսպես ասել։ Ինքը դες փորձել է իրեն միշտ ակտիվ պահել, որոշակի իրենց շրջանակում այդ լրատվամիջոցներին իրենց ֆինանսավորող, իրենց կողմից ֆինանսավորող գնացել է հյուր, խոսել է, լայվեր է արել, ասել է որ աղոթքներ, չգիտեմ, ինչեր, ինքը իբր կա։ Այլ բան է որ այդ մարդը հանրահավաքից հետո նախորդ տարվա մայիսին կարծեմ մայիսի 9-ին ոնց որ այդ հանրահավաքից հետո երբ ինքը ասաց որ սիրելի քաղաքացիներ մենք չենք հավաքվել այստեղ աղոթելու միասին այլ հավաքվել ենք որպեսզի impeachment սկսենք որպեսզի վարչապետին ժամանակ տանք հրաժարական տալու ժողովուրդը գնացել է այլ իր հետևից ժողովուրդ չի եկել Եվ սա փաստ է։ Այո, իրենք իրենց լծակներով եւ այլնով, քանի որ իրեն աջակցում էր ընդդիմադիր ողջ քաղաքական դաշտը, որոշակի զանգված կարողացել են բերել հրապարակ, բայց սա չի եղել այն զանգվածը, որը որ պետք է որոշակի ուժ ցուցադրելու համար, որպես քաղաքական ուժ նկատի ունեմ։ Եվ Բագրատ Գալստյանյանը մնացել է մշտապես այն այլընտրանքը, որը տեսնում է Քոչարյանը։ Այն հոգևորականը, որին կարող ենք առաջարկել վարչապետի տեխնոլոգիա, հիշում եք հայտնի հարցազրույցներից չի հիշեցնեմ, մնացել է որպես այդ այլընտրանքը, որտեղ երևի հոգևորականների մեջ էլ իրանք չեն տեսնում, չեն գտնում այն մարդուն, որը կհամաձայնի մտնել այս համաժողովրդական, այս ատելության բանի տակ, էլի, իր վրա չի կարող վերցնել, չի վերցնի այդ Կարող են գտնել մեկ այլ սրբազան Այո, գտել են Աճապահյաններ, այդ մյուս սրբազանը, որին էլի հասարակությունը իր պատասխանը տվեց եւ կարծես նրան դուր էլ գալիս է այդ ատելությունը իր հանդեպ, սնվում է այդ ատելությամբ, որտեղ անընդհատ այնպիսի հայտարարություններ է անում, ռազմական հեղաշրջման հայտարարություն է անում, ասում է Քոչարյանը միթե չունի այնպիսի զինվորականներ ծանոթ, որոնք կարող են հեղաշրջում կազմակերպել Հայաստանում, զինված հեղաշրջման մասին է խոսքը, կոնկրետ հանցագործություն է։ Մյուս սրբազանը ասում է իսկ ինձ զանգում են օտարի երկրյա ուժայիններից եւ ասում են ձեր երկրում արեք իշխանության փոփոխություն, թե չէ ձեր երկիրը կդառնա սա, նա, սա օտարի երկրի գործակալի լինելու դասական օրինակ է։ Եվ այս հոգևորականները այո գտել են, հիմա երրորդին են գտել, դա Արշակ, ինչքան գիտեմ, սրբազան իրեն կոչող հոգևորականն է, եւ այս երեքին հազիվ են գտել, եւ այս մարդկանց դուր է գալիս ատելության հոսքը, նրանք փաստորեն նրանց համար էներգիայի աղբյուր է, ատելությունը վերցնում են, ավելի են ոգևորվում, վերցնում են, ավելի են ոգևորվում։ Ես էլի ասել եմ, որ խնդիր չկա արգելք, որպեսզի օրինակ Վազգեն Գալստանյան անունով քաղաքացին, եթե հրաժարվի օրինակ իր կանադայի քաղաքացիությունից, ենթադրենք հրաժարվել է, դա եւ հայտ ներկայացնի եւ ասի ես բանը քաղաքական հայտ եմ ներկայացնում, ես ուզում եմ վարչապետ լինել, օրինակ, հա, մասնակցում եմ ընտրություններին, խնդիր չկա, բայց դա անել հոգևորական անվան տակ, Բագրատ Սրբազան անվան տակ, Սքեմի տակ, սա ազնիվ չէ եւ բարոյական չէ, ել չեմ ասում, որ հոգևոր առումով, կրոնական առումով, նաև կարծում եմ սա ամենալուրջ հարցն է, հա, որը որ այսպես բոլորը աչք էին փակում մի պահ այն հանգամանքի վրա, որ հոգևորականը խառնվում է քաղաքական գործերին, չէ, երկրի կառավարմանը, ինչը որ արգելվում է հենց օրենքով, բայց այս մարդը շարունակում է նաև այս գործունեությունը։ Ուզում հիշեցնել, որ միայն նրա հանրահավաքները չեն քաղաքականությանը խառնվելը, օրինակ սահմանազատման գործընթացին դեմ արտահայտվելը, կաթողիկոսի օրհնություն ունենալը, տարբեր հայտարարությունները քաղաքական։ Մենք 1 տարուց ավել է այս ամեն ինչը ամենօրյա ռեժիմով ենք լսում, դրանից առաջ դրսևորումները եղել են, բայց հիմա մենք ամենօրյա ռեժիմով ենք լսում, ինչը դարձել է մի տեսակ նորմա արդեն մեր հասարակության մեջ, ինչը նորմալ չի։ Եվ իհարկե ներքին խնդիրներից խոսելուց չեն կարող խուսափել նաև Լեռնային Ղարաբաղի լուծարված պետական ինստիտուտների այսպես այս ռեանիմացիայի փորձերի մասին, ինձ թվում է դա նույնպես հետաքրքիր թեմա է։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը կառավարվում է ընտրված միակ օրինական իշխանության կողմից։ Եվ այդ օրինական միակ ընտրված իշխանությունը կա լեգիտիմ է եւ գործող իշխող ուժն է։
մի նույն երկրում չի կարող լինել երկրորդ միավորը, քաղաքական միավորը, որը եւս ունի քաղաքական ինստիտուտներ։ Մենք այսօր տեսնում ենք հայտարարություններ, օրինակ, որ Լեռնային Ղարաբաղի պետնախարար են նշանակում, չգիտեմ, ինչ նախարարներ են նշանակում։ Եվ սա կարծում եմ շատ անթույլատրելի է եւ կարծում եմ սա նաեւ շատ վտանգավոր է մեր հանրապետության, մեր պետականության համար։ Եվ սրան adekvat պատասխան է պետք տալ, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքներին, նրանց կարիքներին եւ այլնին, Հայաստանի Հանրապետության իշխանությունը ամբողջությամբ ստանձնել է այդ պատասխանատվությունը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկել ենք քաղաքացիություն վերցնելու ճանապարհը, առաջարկել ենք ինտեգրվելու համար բազմաթիվ ծրագրեր բնակարանով ապահովելուց մինչև աշխատանք գտնելու ծրագրերը եւ այսքանից հետո ունենալ ինչ որ իշխանություն, որը ինչ որ գործողություններ անի օրինական ընտրված իշխանությունների ֆոնին եւ մեջքի հետեւում, մենք կներենք, բայց դա չենք կարող հանդուրժել։ Շատ լավ, եւ գիտեմ, որ դուք կուսակցության առաջիկա վարչության անդամության տեխնացությունն եք դրել ձեր։ Տեսեք, ինձ շատ հետաքրքիր է, ես շատ լավ ճանաչում եմ եւ շատ լավ գիտեմ ձեր գործունեությունը։ Ինչ եք անելու, ինչ որ չեք անում հիմա։ Ես չեմ ուզում մինչ նախընտրական պաշտոնապես շրջանը այսպես քարոզարշավ անեմ, դրա համար շատ կարճ կասեմ, որ կուսակցության վարչությունը շատ կարևոր մարմին է, որտեղ վարչության անդամները կարող են այդ քաղաքականությունը կուսակցության մշակել եւ ակտիվ կուսակցաշինական ակտիվ գործունեությամբ զբաղվել, ինչը ինձ եւ հետաքրքիր է եւ որոշակի փորձառություն ունեմ հենց մեր կուսակցությունում որոշակի գործունեության եւ ես մեծ սիրով ու երկար մտածելուց հետո շատ մեծ պատասխանատվությամբ առաջարկում եմ նաև իմ ծառայությունները մեր կուսակցությանը, նաև ասեմ, որ մենք նորություն ունենք կուսակցությունում, դա գենդերային քվոտա սահմանելն է, ինչպես օրինակ համապետական ընտրությունների ժամանակ այստեղ եւս մեր կուսակցության թե վարչությունում, թե տարածքային կառույցներում կա գենդերային քվոտա, ինչը լավ հնարավորություն է տալիս այս դեպքում կանանց մասնակցային լինել, ունենալ մասնակցություն հենց կարևոր որոշումների կայացման ամենակարևոր օղակներում։ Դրա համար հանդգնել եմ նաև իմ տեխնացությունն առաջարկել։ Չնայած, որ մի հոգևորական վերջերս մի քիչ ուրիշ կերպ արտահայտվեց կանանց մասին։ Ես դրան անդրադարձել եմ եւ դա շատ վիրավորական է, գոնե մեր հասարակության կեսի համար եւ իմ անդրադարձից հետո ես նաև շատ կանանց արձագանքները տեսել եմ, առաջարկում եմ, որ տվյալ հոգևորականը դա Աճապահյանն է վերաբերում, մտնի եւ կարդա իր մասին ինչ է մտածում հասարակության ոչ միայն կին անդամները, այլ ինչպես նաև տղամարդիկ են անդրադարձել իր հիմար արտահայտություններին։ Մանավանդ, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը կնամեցար հասարակություն է եւ այդ պարագայում ես լրիվ համաձայն եմ ձեր ասացին։ Եվ իհարկե գործունեության մասին, այս դեպքում օրենսդրական գործունեության մասին մի շատ հետաքրքիր օրենքի նախագիծ եք ներկայացրել, որը վերաբերում է մեր այսպես լոթի վարորդներին։ Հա հիմա վարորդները այդ լոթի ինչ սպասեն այդ նախագծից, երբ որ դա օրենք դառնա։ Այո, ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը, պարոն Բագրատյանը, ես Արսեն Թորոսյանը, Արուսակ Ջուլհակյանը, մենք այս գործընկերներով հեղինակել ենք օրենք, որը փորձելու է կարգավորել այն իրավիճակը, որը այսօր կա մեր Հայաստանի փողոցներում։ Դա այդ անհարկի բարձր ազդանշաններն են, դա այն միջամտությունն է մեքենաների, որը այդպես բարձր ձայներ է հանում, տարբեր այդ ուժեղացուցիչների եւ այլնի մեքենան վերազինելու արդյունքում այդ աղմուկն է, որը խանգարում է այդ գոնե համակեցության կանոնները, հա։ Օրինակ, ոչ մեկ հաշվի չի առնում այդ շենքի տակ, որտեղ այդ գեր հզոր մեկ-մեկ այդ բանը դինամիկ կոչվածները ավելի մեծ են, քան մեքենան, որ դնում են մեքենայի վրա։ Շատ հաճախ դա մարդու վրա շատ լուրջ առողջական ազդեցություն ունի։ Ապացուցված է եւ մենք օրենքի հիմնավորման մեջ նաեւ բերել ենք, թե ինչպիսի վատ հետևանքներ կարող է տալ, սկսած նրանից, որ օրինակ վարորդը չի կարող լսել, օրինակ շտապօգնության մեքենայի ազդանշանը, մինչեւ այն, որ ապացուցված է, որ շատ բարձր երաժշտություն օրինակ
մեքենայի մեջ, հոգեբանորեն ասում է, որ վարորդը ավելի արագ վարի մեքենան եւ այլն։ Սա կարևոր հիմնավորում է եւ մենք առաջիկայում նաեւ խորհրդանում ունենալու ենք օրենքի քննարկում եւ ավելի մանրամասն հնարավորություն կունենան մեր քաղաքացիները հետևեն այդ օրենքի քննարկումներին, շատ այսպես փակագծերը չբացեմ, բայց սա կարևոր է նաև մշակութային առումով, որովհետև համաձայն եք, որ տգեղ է այդ իրավիճակը։ Տեսեք, օրինակ մայրուղու վրա երբեք չեք տեսնի բարձր երաժշտություն միացրած մեքենա վարել։ Այո, ավելի շատ բնակավայրերում։ Դա ավելի, օրինակ Սարյան փողոցում կտեսնեք, որը որ դանդաղ ընթացող է, որովհետև դա մարդու տպավորություն թողնելու վրա է հասարակության։ Ես էլ երաժշտական ճաշակի մասին չեմ ասում։ Ահա, եթե անգամ լավագույն ճաշակը լինի, եթե դա կոնկրետ համերգ չէ եւ մարդիկ չեն եկել այդ երաժշտությունը լսելու, դա կարող է ցանկացած իդեպ որակի երաժշտություն լինել, ռաբիզից մինչեւ դասական կապ չունի, մարդը ընտրում է ինչ գնալ լսի եւ գնում լսում է բարձր երաժշտություն, բայց փողոցում բայց պարտադրված պարտադրված դա արդեն խնդիր է, ինչպես ասացի, օրինակ շատ երկրներում կան լռության գոտիներ սահմանված, դրանք դպրոցներն են, հիվանդանոցներն են, բայց մենք այսօր այդ նույն մշակույթը տեսնում ենք նույն ծննդատների բակում, չէ, եւ դա այտենց որոշակի դարձել է մշակույթի մաս, որը հեչ գովելու չէ, ընդհակառակը, որովհետեւ այդ նույն հիվանդանոցում կան օրինակ ծննդկաններ, որոնք կորցրել են իրենց երեխային, կան վատ վիճակում գտնվող հիվանդներ։ Առհասարակ ես երբ որ այս օրենքի հետ կապված նախաձեռնության մասին իմ ցանցերում հայտարարեցի, շատ դպրոցականներ եւ ուսանողներ ինձ գրում էին եւ ասում էին, որ օրինակ դասերին եւս շատ խանգարում են այդ բարձր երաժշտությունը, երբ որ մենք դաս ենք անում եւ մեկը տենց շատ բարձր ազդանշան է տալիս կամ երաժշտությունն է բարձր միացնում։ Ես ուզում եմ նաեւ մեր քաղաքացիներին միանգամից ասել, որ սա գործարանային թույլատրելի որակյալ բարձր ազդանշանի եւ երաժշտության մասին չէ։ Նորմայի մեջ ամեն ինչ կարելի է, սա այն գերհզոր վերազինման արդյունքում մեքենաների այդ շատ հասարակությանը խանգարող այդ ձայներն են, որոնք ես մինչև հիմա բացասական կարծիք չեմ լսել, երբ որ մանրամասն էս օրենքը ներկայացվել է նախագիծը, այնպես որ կառավարությունից դրական եզրակացություն ենք, հանձնաժողովում եւս ստացել է ազգային ժողովում դրական եզրակացություն եւ ենթադրաբար նաեւ լիագումարում կստանա դրական եզրակացություն եւ մենք կունենանք արդեն գործող օրենք։ Շատ լավ, շնորհակալություն, մեր եթերաժամն էլ սպառվեց։ Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Ամեն բարիք ձեզ։